Ողջույն գործարար ալիքին միացած ռադիոլսողների եւ դիտողներ։ Դուք միացել եք 106.5 հաճախականությանը։ Լսում եք թարմ ուղեղով զրույցը եւ մեր զրուցակիցը քաղաքագետ Արմեն Վարդանյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Վարդանյան, վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսակցությունները թե պետական եւ թե առասարակ սովորական մամուլի մակարդակով կրկին ակտիվացել են, թեև միշտ են ակտիվ եղել։ Ուզում եմ քննարկենք բուն հարաբերությունները, թեև Մոսկվայից հնչում են կոշտ քննադատություններ, հնչում են եւ ոչ միայն հնչում են առասարակ հայտարարություններ, այլև տնտեսական սահմանափակումներ, որոնք ցույց են տալիս լարված հարաբերությունները։ Այնուամենայնիվ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ լարվածություն չկա եւ շարունակում են ու փորձում են աշխատել Ռուսաստանի հետ։ Ձեր գնահատմամբ առհասարակ այս հարաբերությունները ինչպիսին են եւ ուր են գնում։ Դե իրականում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են, որովհետեւ այն հարաբերությունները, որ մենք կառուցել ենք անկախության հռչակումից ի վեր չաշխատեցին եւ մեզ մեծ վնաս տվեցին փաստացիորեն, որովհետեւ Հայաստանի նախկին իշխանությունները չգիտես ինչի մտածում են, որ եթե մեր ռազմավարական նշանակության օբյեկտները տանք Ռուսաստանին, եթե ամեն հարցով լինենք Ռուսաստանի հետ, միջազգային հարթակներում պաշտպանենք Ռուսաստանի շահերը, քվեարկենք նրանց ձեռնտու որոշումների օգտին, իրենք մեզ պաշտպանելու են, մեզ եւ Արցախը բնականաբար, ինչ չաշխատեց։ Իրենք ոչ միայն չպաշտպանեցին մեզ, այլ նաեւ շատ հարցերում թիկունքից հարվածում էին մեզ եւ Ռուսաստանը Ադրբեջանի հետ համատեղ էր գործում, մասնավորապես 2020-2023 թվականներին։ Դրանից հետո Հայաստանի իշխանությունը ռազմավարական որոշում կայացրեց վերանայել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, որովհետև այդ հարաբերությունները նորից եմ կրկնում փաստացիորեն գործել են ի վնաս մեզ եւ դա բերել է Հայաստանի ինքնիշխանության մակարդակի թուլացմանը, դա բերել է Հայաստանի թուլացմանը բոլոր առումներով եւ այդպիսի որոշում կայացվեց, որ պետք է դիվերսիֆիկացիայի գնանք եւ միակողմանի կախվածություն Ռուսաստանից վերացնենք որքան հնարավոր է։ Եվ հիմա այդ ուղղությամբ քայլեր են արվում։ Վերջի շրջանում ակտիվացել է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ խոսակցությունները, թե արտգործնախարար Միխայել Գալուզինը, թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար եւ այլն ասում են, որ թեև Երևանը դաշնակից է, այնուամենայնիվ պետք է հստակ որոշում կայացվի։ Ռուսաստանը մնում է անդամ է համարվում, թե վերջնականապես դուրս է գալիս։ Եվ առհասարակ հիմա Երևան, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները լսելով եւ առհասարակ քննարկումները կարդալով, Երևանը կարծես թե հստակ որոշում կայացրել է ՀԱՊԿ-ից դուրս գալու, որովհետեւ եթե մեր ռադիոլսողները չգիտեն, հիշեցնեմ, որ մի քանի երկար ժամանակ է Հայաստանը բոյկոտում է եւ չի վճարում ՀԱՊԿ-ին անդամավճարը, ասելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունը Հայաստանի տարածքային ամբողջականության եւ առհասարակ իր պարտավորությունը Հայաստանի նկատմամբ։ Հայաստանը կարող է ամբողջությամբ կամ արդեն դուրս է եկել եւ կարող է իր ուժերը կամ առհասարակ ամեն ինչ պաշտպանել առանց Ռուսաստանի կախվածության, որովհետեւ ինչպես դուք ձեր խոսքում նշեցիք եւ ինչպես կարող եմ ձեր խոսքից ենթադրել, մենք երկար ժամանակ Ռուսաստանից ուժային տեսանկյունից տնտեսական հետո քննարկենք ուժային տեսանկյունից կախված ենք եղել։ Արդյոք այսօր Հայաստան ունի այլընտրանք, կարող է պաշտպանվել եւ լուծել իր հարցերային, որ միշտ լուծել է Ռուսաստանի հետ, Ռուսաստանը օգնել է կամ չի օգնել։ Դե փաստացիորեն այո, ներկայությամբ Հայաստանը առանց Ռուսաստանի եւ առանց ՀԱՊԿ-ի ավելի պաշտպանված է, քան ՀԱՊԿ-ի կազմում։ Իհարկե ֆորմալ առումով մենք դուրս չենք եկել ՀԱՊԿ-ից, բայց փաստացիորեն դե ֆակտո մեր անդամակցությունը դադարեցվել է, բայց միայն հարցը այդ նեղացվածությունը չէ, Որն է։ Կան նաև այլ խորքային հարցեր, որոնց մասին միգուցե խոսում են երբեմն էլ չեն խոսում։ Հայաստանը գտնվելով ՀԱՊԿ-ում սահմանափակում էր իր հնարավորությունները արևմուտքի հետ հարաբերություններ զարգացնելիս, նաև ռազմական տեսանկյունից։ Նաև սպառազինության ձեռքբերման տեսանկյունից, որովհետև ՀԱՊԿ-ը դա ՆԱՏՕ-ի թշնամական կառույց է։ ՀԱՊԿ-ը զորավարժություններ է անցկացնում իր սցենարներում ունենալով, ասենք, ՆԱՏՕ-ի հետ պատերազմը։ Այդպիսի զորավարժություններ շատ են անցկացվել, որտեղ որ պայմանական թշնամին նշվում է ՆԱՏՕ-ն։ Եվ միայն այդ զորավարժությունների մասին չէ, ՀԱՊԿ-ը փաստացիորեն ՆԱՏՕ-ին հակադիր, հակառակ եւ թշնամական կառույց է։ Եվ մենք գտնվելով ՀԱՊԿ-ի մեջ ժամանակապակում ենք մեր հնարավորությունները արևմուտքից սպառազինություն գնելիս։ Մինչև 2020-2023 թվական Հայաստանի սպառազինության 95-96%-ը գալիս էր Ռուսաստանից։ Արևմտյան երկրներից կամ չունենք գնում սպառազինության, կամ էլ դա չնչին ինչ-որ սիմվոլիկ բաներ են, որոնք որ բան չէին փոխում։
Հետագայում, երբ որ մենք խնդիրներ ունեցանք, ՀԱՊԿ ոչ միայն մեզ չպաշտպանեց, այլ նաև 2021 թվականին 44 օրյա պատերազմից անմիջապես հետո Հայաստանը նոր սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրել Ռուսաստանի հետ։ Կարծում 400 կամ 500 միլիոն դոլարի մասին էր խոսքը։ Ուղիղ 2 տարի իրենք չէին մատակարարում այդ սպառազինությունը, ու ես պնդում եմ, որ դա դիտավորել էր արվում, որպեսզի Հայաստանը լինի թույլ, Հայաստանը լինի խոցելի եւ Հայաստանից հեշտ այսպես ինչ որ բաներ պահանջային եւ ստանային, ճնշումներ գործային։ Այդ մասին իմիջիայլոց գրեթե բաց տեքստով նաեւ ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հանրայինի եթերում ինքը ասաց, որ մեզ տոատակերով մի քիչ կիսաբաց ասել են, որ մենք սպառազինություն չենք մատակարարում, որպեսզի դուք ավելի չբարձրացնեք ձեր նշած զողը Ադրբեջանի հետ բանակցություններ։ Իսկ իրենք այդ ռիսկերը հաշվի չեն առնում, որ գուցե Հայաստանը ոչ միայն թուլանա եւ այդքան թուլանալուց հետո կարող է հեռանալ եւ ամբողջությամբ դուրս գալ իրենց այսպես կոչված տիրապետության։ Դա իրենք մտածում են, որ Հայաստանը չունի այլ ընտրանք, երբ չունի։ Ու պետք չէ դրանից զարմանալ, իրենք բազմաթիվ ռիսկեր չէին հաշվի առել, օրինակ Ուկրաինայի դեպքում, երբ որ արձակում էին Ուկրաինայի վրա, իրենք լրջորեն մտածում են, որ Կիևը 3 օրում հնարավոր է գրավել։ Իրենք լուրջ մտածում են, մի շաբաթում կարող են կապիտուլյացիա պարտադրեն արդեն։ Իրենք սցենարներ էին մտածել, ոնց են Կիևում զորահանդես անցկացնելու։ Բոլորը բացի նրանից, որ քարոզչական հնարքներ էր, իրենք լրջորեն դրան հավատում են։ Լրջորեն հավատում են, որ Ռուսաստանը երբ որ մտնի Ուկրաինա, այնտեղ գալու են բոլորը ծաղիկներով դիմավորեն ռուս զինվորներին, ինչպես ազատարարների, տատիկ պապիկները գալու են այդ զինվորների գիրկն ընկնեն եւ այլն եւ այլն։ Եվ փաստացիորեն պարզած որ իրենք սխալ հաշվարկներ են արել։ Հայաստանի մասով էլ են սխալ հաշվարկներ արել։ Իրենք գտնում են թե Հայաստանը այլ ընտրանք չունի։ Հիմա Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել սպառազինության ձեռքբերում։ Եթե նախկինում 95%-ներ մեր սպառազինության գալի Ռուսաստանից, հիմա 10%-ը մոտավորապես մոտ ժամանակներս կարծում եմ այդ 10%-ն էլ չի լինելու։ Արդեն մեզ հաջողվել է ֆրանսիական, չինական, հնդկական եւ այլ երկրներից սպառազինություն ձեռքբերել, ընդ որում խոշոր դա մեկ անգամյա գործողություն չէ, արդեն խոշոր պայմանագրեր ունենք եւ այս գործընթացը շարունակական է լինելու։ Այսինքն, եթե մենք վերադառնանք ՀԱՊԿ, ասենք լավ, ոչինչ, ենթադրենք ոչինչ չի եղել։ Մենք նորից էլի գալու ենք նույն գետը մտնենք, որտեղ նախկինում մտել ենք եւ նորից սպառազինության խնդիր ենք ունենալու։ Արևմտյան երկրները մեզ ասում են, գիտեք ինչ, Հայաստան ջան, մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ հարգում ենք, բայց չենք գալու ձեզ զենք մատակարարել, որտեղ դուք մեր թշնամական կառույցի ՀԱՊԿ-ի անդամ եք, որտեղ դուք Ռուսաստանի դաշնակիցն եք։ Իսկ զենք գնել ամենաբարդ բանն այս աշխարհում, քաղաքականության մեջ։ Հավատացեք դա, նույնիսկ դաշնակից երկրները միմյանց զենք վաճառելուց շատ այսպես վերապահումներ են ունենում։ Տեսեք Թուրքիան եւ ԱՄՆ-ն դաշնակիցներ են, չէ՞։ ՆԱՏՕ-ի դաշնակ, ՆԱՏՕ-ի գծով, ՆԱՏՕ-ում դաշնակիցն, բայց այդքան լավ ջերմ հարաբերություններ ունենալու հանդերձ Թուրքիան էս արդեն երկար տարիներ խնդրում է, աղաչում է, որ իրեն F-35 կործանիչներ վաճառեն, բայց չի վաճառում ԱՄՆ-ն։ Նույնը նաև այլ երկրների միջև կա, այդ զենք գնելը դա խանութում դրված հաշ չի, որ գնաս ասես, գիտեք, սրանից եմ ուզում կամ ասենք սնիկերս կամ մարշ չոր ասես մի քանի հատ սրանից տվեք, մի քանի։ Դա բարդ գործընթաց է, ամեն երկիր ունի իր վերապահումները, իր պայմանները, բացի դրանից որ զենք են վաճառում, նաև այլ քաղաքական հարցեր են դնում, շատ բարդ գործընթաց է զենք գնելը։ Այնպես որ մեզ հաջողվել է հիմա ծանր գնով, կորուստների գնով այս շղթան կոտրել։ Մենք արդեն դուրս ենք եկել ռուսական մենաշնորհի տակից։ Նախկինում միայն ռուսական զենք էին գնում, հիմա կարողանում ենք այլ երկրներից է գնել։ Հիմա վերադառնանք ՀԱՊԿ, ելի նույն գետն ենք մտնելու, որը որ մեզ համար աղետալի վնասներ է բերել։ Պատկերացնում եք Հայաստանը գտնվելով պատերազմի մեջ, այն ամենածանր, ամենադժվար պահին սպառազինություն չեն տալի մեզ։ Հետո մեր պատվիրակությունը, երբ որ գնում է Մոսկվա, սա ելի մի քիչ ինսայդերական տեղեկություն եմ տալիս, մեզ կանգնեցնում են կոտրած դաշտակի առաջ, ասում են հարգելի հայեր, ձեր համար նախատեսված զենքը, որի համար դուք վճարել եք նախապես, մենք ուղարկել ենք Ուկրաինա։ Սպասեք մի քանի տարի, մինչև մենք մեր պատերազմը ավարտենք, նոր ձեր զենքը կտանք։ Իսկ Ադրբեջանը բնականաբար չէր սպասում, չէ՞։ Ադրբեջանը հարձակվեց 22 թվականին, 23 թվականին, ու մենք փաստացիորեն մնացել ենք անզեն։ Նա երբ որ ասում են Նիկոլ Փաշինյան չգնաց չմտավ պատերազմի մեջ, երբ որ 2023 թվականին տեղի ունեցավ Արցախի դեմ ագրեսիան։ Իսկ ինչու չգնաց այդ բանին։ Միգուցե կային այլ պատճառներ։
Պատճառն էր, որ Ռուսաստանը չէր տվել զենքը, մենք մնացել էինք անզեն եւ ուզում էր որ մեզ ներքաշեր պատերազմի մեջ։ Այնպես որ հայ-ռուսական հարաբերությունները կամ ավելի կոնկրետ, ավելի ճիշտ կլինի ասել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են։ Հայաստանը փորձում է չեզոքացնել այն բոլոր քաղաքական եւ ոչ քաղաքական լծակները, որը որ Ռուսաստանը օգտագործում է որպես գործիք իր վրա ճնշումներ գործադրելու համար։ Մոսկվայի այս բոլոր քայլերը, որ արվում են, ուղղված են միայն Հայաստանի արտաքին քաղաքականության, այսինքն արձագանք են դրան, թե այնուամենայնիվ Ռուսաստանը Հարավային Կովկասում վերանայում իր քաղաքականությունը, հաշվի առնելով նաև այս աշխարհաքաղաքական խնդիրները, որ հիմա տարածաշրջանում կան եւ ոչ միայն, թե սա միայն Հայաստանի հետ է կապված։ Իրենք ընդհանուր պետք է փոխեն իրենց մոտեցումը բնականաբար, որովհետեւ այն իրավիճակը, որ կար միջակ 20 թվականը, այժմ արդեն չկա։ Եվ հաստատություն իրենք արդեն չունեն դաշնակից Հարավային Կովկասում։ Վրաստանը իրենց դաշնակիցը չէ, Ադրբեջանը դաշնակից չի եւ երբեք չի եղել, իրենց համար Թուրքիան է գերակա ուղղություն, Հայաստանը եղել է դաշնակից, բայց հիմա դաշնակից չի եւ իրենք հաստատություն պետք է փոխեն իրենց քաղաքականությունը։ Հիմա դա անում են տարբեր ձևերով, ինչ որ ձև ուզում են շանտաժի ենթարկեն, ճնշեն, երբեմն սիրաշահեն, բայց չի ստացվում, Հայաստանը որոշում կայացրել է, արդեն ռազմավարական որոշում է սա, եւ պետք է փոխի այդ հարաբերությունների բնույթը։ Տնտեսական հարցերի շուրջ մի փոքր քննարկում ունենանք, այս տնտեսական բոլոր սահմանափակումները, որ հիմա կիրառվում են Հայաստանի նկատմամբ, արդյոք դա վնասում է միայն Հայաստանին։ Մենք շատ հաճախ խոսում ենք միայն Հայաստանի խնդիրների մասին, որ գալիս են գյուղացիների եւ այլնի վերաբերյալ, բայց արդյոք դա Ռուսաստանին որևէ վնաս չի հասցնում։ Արդյոք Հայաստանի գյուղատնտեսական եւ ցանկացած այլ մթերք եւ առհասարակ բոլոր այդ ապրանքները, որ գնում են Ռուսաստանին, թե Ռուսաստանի տնտեսությանը չէին օգնում կամ պետք չէին։ Չէ, Ռուսաստանը այնքան մեծ երկիր է, որ մեր, ասենք, տարեկան մի քանի հազար տոննա ծիրանի, եթե հայկական ծիրանը փոխարինի, ասենք, ուզբեկական ծիրանով, դրանով որևէ բան չի փոխի։ Ինքը վնաս չի կրում փաստացիորեն։ Կամ էլ եթե կրի այնքան չնչին, որ դա իր վրա չի զգացում, դա ինքը խոշոր երկիր է։ Մենք ենք վնաս կրում, բայց մենք էլ եթե անկախություն ձեռք բերելու ճանապարհը միշտ դժվար է լինում։ Որևէ երկրին հեշտությամբ անկախություն չեն տալի։ Չի տրվում դա, դա բարդ է լինում։ Հիմա մենք որոշում ենք կայացրել գնանք այս ճանապարհով։ Այդ ճանապարհը այսպես հարթ չի լինելու, այդ ճանապարհը լինելու է այսպես տատասկապատ ճանապարհ, շոտ ճանապարհ, բայց եթե մենք որոշում ենք կայացրել, պետք է գնանք հղիացությամբ, պետք է նաև զրկանքներ կրենք։ Այո, Հայաստանի տնտեսությունը վնասներ է կրում, հայ գյուղացին վնասներ է կրում։ Բայց երեք իմիջիալով ազգային ժողովում Նարեկ Կարապետյանը մի ելույթ ունեցավ, բա ինչու պիտի հայկական ապրանքների տեղը այնտեղ լինի ադրբեջանական, ուզբեկական, գյուղատնտեսական ապրանքներ։ Առաջին հայացքից ճիշտ բան է ասում։ Իհարկե մեր համար ցանկալի չէ, որ կորցնենք այդ մեծ շուկան։ Դա մի մեծ շուկա է, որ աշխարհի բոլոր երկրները ցանկանում են այդ շուկայում տեղ ունենան։ Բայց միայն մենք չենք, որ այդ զրկանքներն ենք կրել։ Իհարկե արևմտյան երկրները, երբ որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի վրա հարձակվելու համար, այնպես չի, որ այդ պատժամիջոցներից միայն Ռուսաստանն է տուժում, իրենք էլ են տուժում։ Իրենք էլ են այդ մեծ շուկան կորցնում։ Բայց եթե կա մեկ ընդհանուր նպատակ, որը որ պետք է գնանք այդ ուղղությամբ, բնականաբար մենք պետք է նաև այդ զրկանքները կրենք։ Իմ կարծիքով, անձնական կարծիքով, ինչ որ մի փուլում Ռուսաստանը հետ բացելու է իր սահմանը Հայաստանի համար։ Երբ որ հասկանա, որ դա չի աշխատում այդ ճանապարհը, դա չի բերում Հայաստանի քաղաքականության փոփոխությանը։ Եվ ես կարծում եմ, որ ինչ որ մի բան սահմանելի հետ կբացի, որտեղ այդ նույն ձևով նաև Վրաստանի հետ իրենք աշխատեցին, Վրաստանի հանդեպ այդպես վարվեցին։ Երբ որ Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները տարիներ առաջ մտածան, իրենք փակեցին վրացական գինիների մուտքը ռուսական շուկա։ Հետո ինչ եղավ։ Եվրամիությունը օժանդակեց, աջակցեց Վրաստանին, վրացական գինիները այսպես բարձր մակարդակի հասցվեցին։ Եվրամիությունը օգնեց, որ Վրաստանը իր ստանդարտները բարձրացնի եվրոպական չափանիշներին հասցնի, բարձր որակի գինիներ արտադրի, որից հետո վրացական գինիները հայտնվեցին եվրոպական շուկայում, դարձան մրցունակ, բավականին լավ որակյալ գինիներ։ Հետո տարիներ անց, երբ որ Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները մի շուտ տեղաշարժ եղավ, Ռուսաստան հասկացավ, որ այլևս այդ գինիների մուտքը փակելը որևէ բան չի փոխում Վրաստանի
հետ հարաբերություններում Վրաստանի վարքագծում իրենք նորից հետ բացեցին սահմանը վրացական գինների առջև, հիմա վրացական գիններն էլ բորժոմի անքային ջուրն էլ եւ մյուս ապրանքներն էլ նաեւ գյուղատնտեսական ապրանքները գնում են ռուսական շուկա եւ ես վստահ եմ, որ ինչ-որ փուլում էլի հետ սահմանը բացելու են հայկական ապրանքների համար։ Այդ սահմանափակումները հիմա որ կիրառվում են, ուզում եմ լսել ձեր գնահատականը։ Դրանք միայն քաղաքական ենթատեքստ ունեն, թե այնուամենայնիվ այդ տնտեսական եւ տեխնիկական խնդիրները կան, որոնց մասին բազմաթիվ Ռուսաստանը հայտարարել է եւ նույնիսկ պահանջել է հաշվետվություններ դրանց վերաբերյալ։ Դե բնականաբար դա էլ կա, չի կարող դա չլինի, բայց առաջերտին դա քաղաքական է։ Ինչու՞, որովհետեւ նախկինում իրենք աշկ էին փակում այդ խնդիրների առաջ։ Շատ լավ իմանալ, որ որոշ հայկական ապրանքներ խնդիրներ ունեն։ Ասենք, եթե ասես պատկերավոր ասեմ, նա կողմ նստած մարդը բազուկի, չգիտեմ ինչով, կոնյակ է արտադրում։ Պարզա չէ, որ դա կոնյակ չի։ Դա եսիմ ինչա ամեն ինչ կարանք ասենք, բայց կոնյակ չի։ Հետո տանում է Ռուսաստան եւ հայկական կոնյակի համատակ վաճառում։ Բայց իրենք բնականաբար հիմար չեն, գիտեն չէ, որ դա կոնյակ չի, դա չի համապատասխանում չափանիշ։ Տարիներ շարունակ թողել են։ Բայց թողել են նաև դրանով լծակ են ձեռք բերել մեր վրա։ Ոչ թե իրենք թողել են, որովհետև բարեհամբույր են, որովհետև բարի են կամ էսի ինչ են։ Իրենք իմացան, որ հայկական ապրանքները, որոշ ապրանքներ ունեն այդ խնդիրները, թողել են, որ դրան գնան Ռուսաստան, բայց նաև լծակ են ստացել Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու։ Այնպես որ ձեր համեն կա, համելեն կա։ Իհարկե կա նաև խնդիրներ։ Որոշ դեպքերում կան, դա չենք կարող մերժենք, չենք կարող հերքենք։ Որոշ դեպքերում չկա, բայց կան ապրանքներ իհարկե, որոնք կան եւ իրենք տարիներ շարունակ աշկ են փակել։ Հիմա եթե քաղաքական առումով մեր հարաբերությունները լավանան, էլի են աշկ փակելու։ Բայց եթե վատանան, էլի կասեն, հա, տեսեք, այստեղ ինչ որ մի հատ միկրոբ ենք հայտնաբերել, այստեղ ինչ խնդիրներ ենք հայտնաբերել։ Խոսեցիք դիվերսիֆիկացիայի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, եթե ռուսական շուկան ամբողջությամբ կրկին բացի դռները Հայաստանի համար, միևնույնն է շարունակվելու է դիվերսիֆիկացիան։ Մի փոքր ավելի լայն խոսենք հենց սրա մասին, որ մեր հանրությունը հասկանա նախ ինչ է դա եւ ինչով է օգնելու Հայաստանին, որովհետեւ շատ մարդիկ հանրությունը նաեւ տարբեր քաղաքագետներ եւ կարծում են, որ այնուամենայնիվ Ռուսաստանից ամբողջությամբ հեռանալը շատ խորապես վնասելու է Հայաստանին։ Արդյոք Հայաստանը հիմա ունի այդ այլընտրանքը, եթե չունի, ինչու առանց այլընտրանք ունենալու գնում է այս քայլերին։ Խոսենք նաև այս ռիսկերի մասին։ Իհարկե Ռուսաստանի հետ պատերազմելը տնտեսական առումով կամ բոլոր առումներով ցանկալի չէ։ Հայաստանի իշխանությունն էլ դա հասկանում է։ Դիվերսիֆիկացիան զգուշորեն է անում։ Եվ իր քայլերը այսպես կիսաքայլեր է անում, երբեմն դրա մասին բարձրաձայն հայտարարում է, երբեմն ոչ, բայց իհարկե Ռուսաստանում էլ հասկանում են ինչն ինչոց է։ Դրա համար օրինակ Հայաստանն ասում է մենք ինչ հարցում ուզում ենք դիվերսիֆիկացնենք, բայց իրական նպատակը այլ է։ Իրական նպատակն այն է, որ այդ քաղաքական լծակները Ռուսաստանի ձեռքից վերցնենք, չեզոքացնենք մեր գլխին, որ Դամոկլյան սրի վրա սրի նման եղել են։ Իհարկե ցանկալի չէ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելը, որովհետև դա նաև հղի է որոշակի վտանգներով, տնտեսական, քաղաքական եւ այլն։ Ռուսաստանն ունի գործիքներ, գործիքական իր հետ հակամարտության մեջ գտնողներին, երկրներին այս կամ այն կերպ հակազդել։ Ինչքան երկիրը թույլ է, այնքան ավելի մեծ լծակներ ունի։ Տվյալ դեպքում Հայաստանի դեմ ավելի մեծ լծակներ ունի։ Բայց նաև մենք պետք է հակառակ ուղղությամբ մտածենք։ Արդյոք պետք է շարունակենք այս ճանապարհը, որը մեր համար կործանարար է եղել, մեր համար լուրջ աղետներով եղել, թե ոչ։ Բնականաբար, եթե մենք երկար տարիներ ճահճի մեջ ենք եղել, եւ անընդհատ ավելի ենք խրվել այս ճահճի մեջ, պետք է փորձենք դուրս գանք այս ճահճից, այլ ոչ թե մնանք եւ ավելի խրվենք։ Իսկ այդ ճահճից դուրս գալը բնականաբար հեշտ չի լինելու։ Դրա համար իշխանությունը մի կողմից հայտարարել է դիվերսիֆիկացիայի մասին, բայց մյուս կողմից չի ուզում կտրուկ քայլերի գնալ։ Օրինակ դուք նշեցիք Ռուսաստանի կողմից մեր դեմ իրականացվող սանկցիաները։ Այո։ Ասենք որոշ երկրների դեպքում, երբ որ իրենք անում են, որոշ երկրները հայելային պատասխան են տալ։ Իրենք էլ Ռուսաստանից որոշ ապրանքների նկատմամբ են սանկցիաներ անում։ Օրինակ մենք կարող ենք ասենք ռուսական օղու եւ այլ ապրանքների նկատմամբ անենք, բայց չի գնում Հայաստանի իշխանությունը, որպեսզի շատ չսրի հարաբերությունները։ Այնպես որ Հայաստանն էլ այո իր այդ ռիսկերը հաշվի առնում,
գիտի որ Ռուսաստանն ունի լուրջ գործիք հակազդելու եւ փորձում է որքան հնարավոր է անվնաս, որքան հնարավոր է քիչ վնասներով այդ ճանապարհը անցնել։ Իսկ առանց Ռուսաստանի մենք կյանք ունենք թե ոչ, իհարկե մենք ունենք, ընդ որում շատ լավ կյանք ունենք, ես սրանում վստահ եմ։ Ընդհակառակը մեր իշխանությունները, մեր ռազմավարական էլիտան երկար տարիներ շատ կույր է եղել, այսպես կասեմ, ոչ հեռատես է եղել եւ միայն մի ուղղությամբ է մտածել։ Միայն մի ուղղությամբ է զարգացրել մեր հարաբերությունները։ Շատ երկրներ մեզ բավականին լավ պայմաններ են առաջարկել։ Մեզ համար բազմաթիվ դռներ կարող էին բացված լինել, եթե մենք միակողմանի չգնայինք։ Իսկ մենք միակողմանի քաղաքականություն ենք վարել։ Մենք շատ բաներից ինքներս մեզ զրկենք։ Օրինակ Հայաստան-Իրան գազամուղը, որը տարիներ առաջ կառուցվեց, ինքը ժամանակին երբ որ կառուցվեց, մինչև Իրան-Հայաստան սահման այդ դրա տրամագիծը 1.5 մետր էր։ Հետո Հայաստանի սահմանից այն կողմ արդեն փոքրացվեց 750 սանտիմետր դարձվեց։ Այսինքն այդ խողովակաշարի տրանզիտային նշանակությունը փոխվեց։ Այսինքն այդ խողովակաշարը կարող է լինել նաև տրանզիտային, կարող էր Իրանից իրանական գազը Հայաստանի տարածքով ուղարկվել այլ երկրներ, Վրաստան եւ եվրոպական, եւ դրա դիմաց Հայաստանը կարող էր դիվիդենդներ ստանալ, տնտեսական եւ քաղաքական դիվիդենդ, բայց մենք չանացինք, մենք մեր ձեռքով մեզ վնաս ենք տվել, փոքրացրել ենք այդ խողովակաշարի դրամագիծը, որից կարող ենք մենք օգուտներ ստանանք, մենք մեզ վնաս ենք տվել, ինչա թե Ռուսաստանին գոհացնենք։ Եվ բազմաթիվ այլ հարցերում, ես բազմաթիվ օրինակներ կարամ, որ մենք այլ դռներ, որը մեր առաջ բացվել էին կամ կարող էին բացվել, փակել ենք, մենք միայն մի ուղղությամբ ենք գնացել։ Մեր ռազմավարական էլիտան Հայաստանի հանդեպ հանձնագործություն է կատարել։ Միակողմանի է զարգացրել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այլ երկրների հետ հարաբերություններ, եթե մենք զարգացնեինք, Հայաստանը շատ ավելի մեծ օգուտներ կարող էր ստանալ բազմաթիվ հարցերում։ Եվ Արցախի հարցով, եւ տնտեսական, եւ քաղաքական, ռազմական։ Մենք բոլոր այս ուղղությունները սահմանափակել ենք, մի ուղղությամբ ենք գնացել, որը որ բերել է այս կատաստրոֆային, այս աղետին։ Հիմա մենք պիտի վերացնենք, հիմար որ հիմարա մի անգամ է գնում գետը գնում, երբ որ փրկվում է, ասենք, երկրորդ անգամ աշխատում է չգնանք դրի գետը, ինչ որ կերպ խուսափի։ Հիմա մենք պետք է խուսափենք երկրորդ անգամ նույն գետը մտնելուց։ Ոչ մեկ չի ասում գնացեք, ոչ մեկ իմ նման մտածողներ իշխանության չի ասում գնացեք Ռուսաստանին պատերազմ հայտարարեք։ Մենք ասում ենք, որ պետք է դիվերսիֆիկացնենք, որքան հնարավոր է այդ ճանապարհը մեզ համար լինի քիչ վնասակար, բայց մենք պետք է անցնենք այս բարդ ճանապարհը, որովհետև այն ճանապարհը, որով մենք գնացել ենք, Հայաստանի համար եղել է աղետաբեր։ Եվ վերջին հարցը ԵԱՏՄ թե ԵՄ-ի ընտրությունը անընդհատ քննարկում է եւ Ռուսաստանի կոշտ արձագանքը նաեւ հենց այս թեմայի վերաբերյալ է եւ դեպի ԵՄ գնալով դուք ասում եք, որ մենք նախկինում գնացել ենք միայն Ռուսաստան, ունեցել ենք մեկ ճանապարհ, այլ ընտրանքներ չենք ունեցել եւ հիմա ԵԱՏՄ-ից դուրս գալու, որովհետեւ նախ ինչ եք կարծում դուք, արդյոք հնարավոր է երկու տեղում լինել միաժամանակ, որովհետեւ օրինակ հայկական կողմն ասում է հնարավոր է, որքան հնարավոր է կփորձեն անել, Ռուսաստանը ասում է դա հնարավոր չէ եւ եթե ԵԱՏՄ-ից դուրս գալ եւ գնալ միայն ԵՄ, սա ինչ ռիսկեր կարող է պարունակել։ Իհարկե երկար ժամանակ չենք կարող երկու աթոռի վրա նստել, ինչ որ մի փուլում պետք է ընտրություն կատարենք։ Դա իշխանությունն էլ է հասկանում, դա բոլորն էլ հասկանում, ուղղակի պահի թայմինգի հարց կա, որ պահին ճիշտ ժամանակ ընտրեն։ Ես ասացի կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, որ մենք մի ուղղությամբ գնացել ենք, բայց մենք զրկանքներ ենք կրել։ Մի քանի օրինակ եթե։ Մի քանի հատ արդեն ասացի, չէ՞։ Մի հատ էլ կասեմ, 2013 թվականին, երբ որ մենք հրաժարվեցինք Եվրոմիության հետ ասոցիացիան պայմանագրի ստորագրումից եւ մեկ գիշերվա մեջ հայտնվեցի կամ բերման ենթարկվեցինք, դարձանք ԵՏՄ անդամ։ Եվ այս սցենարի հիմա կրկին քննարկվում է թե արդյոք կարող է կրկնվել։ Կարծում եմ չի կրկնվի, որովհետեւ այն ժամանակ ես վստահ եմ, որ Արցախով են շանտաժարել մեզ, հիմա այդ լծակից ինք իր ձեռքով Ռուսաստանը զրկվել է։ Այդ ժամանակ Հայաստանն ու Եվրամիությունը 3.5 տարի բանակցում էին ասոցիացիան պայմանագրի ստորագրման շուրջ։ Իրենք այդ նախատեսված էր, որ պայմանագրի ստորագրումից հետո ասոցիացիան համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ-ն պետք է հայտարարների դոնորների կոնֆերանս եւ Հայաստանին պետք է 3-4 միլիարդ դոլար տարբեր թվեր էին ասում գումար հատկացնի տնտեսության զարգացման, դիվերսիֆիկացման,
ստանդարտների բարձրացման եւ համար։ Իսկ 3-4 միլիարդ դոլար Հայաստանի համար լուրջ թիվ է։ Այդ ժամանակ Հայաստանի բյուջեն էր այդքան։ Պետք է ասենք մի բյուջեի չափ, իշքան մեր հնան կբարձրանար, իշքան մենք հնարավորություններ կստանայինք։ Մենք զրկվեցինք դրանից գնալով ԵԱՏՄ։ Օրինակ որոշ երկրներ ստորագրեցին ասոցիացիան համաձայնագիրը, նույն Վրաստանը ստորագրեց եւ բավականին մեծ գումարներ ստացավ եվրոպական երկրներից, բավականին լուրջ։ Մենք չստորագրեցինք եւ գնացինք մեկ այլ ուղղությամբ, որը որ մեզ համար էլ եմ ասում այդքան էլ օգտակար չէր։ Եվ բազմաթիվ այսպիսի օրինակներ կարելի է բերել։ Այնպես որ ինչ որ մի փուլում, այո, ես կարծում եմ Հայաստանը պետք է որոշում կայացնի եւ կայացնելու է։ Ուղղակի պահի ժամանակի ճիշտ ընտրության հարցն է այստեղ կարևոր, թայմինգի հարցը, թե որ պահին անեն, որ այդ որոշումը երբ որ կայացվի, դա մեզ համար քիչ վնասակար լինի։ Նույն նաև հապկի մասով։ Ես վստահ եմ ինչ որ մի փուլում Հայաստանը դուրս է գալու նաև հապկից։ Ուղղակի դա պետք է այն պահին լինի, որ Ռուսաստանը այդ պահին լինի թույլ եւ այսպես լուրջ հակազդեցության հնարավորություններ չունենա։ ԵԱՏՄ-ի մասով կարծում եմ առայժմ Հայաստանը դուրս չի գա, որովհետեւ ամեն դեպքում ինչ որ օգուտներ ունենք։ Հապկից ընդհանրապես օգուտ չունենք։ Միայն վնասներ ենք ստացել մենք։ ԵԱՏՄ-ից ինչ որ չափով ունենք, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը գտնում է պատժամիջոցների ներքո, շատ ապրանքներ չերես Հայաստանի միջոցով էին այսպես գնում Ռուսաստան, Հայաստանը ինչ որ օգուտներ ստանում էր ամեն դեպքում։ Դրա համար այս փուլում չեմ կարծում, որ Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից։ Չնայած Ռուսաստանը այսպես փորձում է դրթել դրան, Հայաստանին դրթել նրան, որ ընտրություն կատարի։ Այո։ Եվ կներեք հանրակրվեի հարցն, հարցն, բայց Հայաստանը բնականաբար չի գնում այդ քայլին եւ չպետք է գնա, որովհետեւ այսպայն եթե դուրս գանք ԵԱՏՄ-ից, պատրաստ չենք դրան մի անգամից դուրս գալու, որովհետեւ ելի եմ ասում, Հայաստանի իշխանությունները չեն մտածել դիվերսիֆիկացիայի մասին։ Միայն երկար տարիներ մենք մտածել ենք ռուսական շուկայի մասին, որովհետեւ հեշտ է եղել այնտեղ հաստատվելը, ապրանքներ վաճառելը, ինչ որ այսպես ծանոթներ գտնելը եւ այլն եւ այլն։ Իսկ եվրոպական շուկայում հայտնվելը բավականին բարդ է եւ լուրջ աշխատանք է պետք անել։ Պետք է բարձրացվի մեր ապրանքների որակը։ Մարդիկ սովոր են, որ առանց ոչ մի բան չանելու, իրենց վատ ապրանք ուղարկեն Ռուսաստան, շահույթ ստանան, դե ինչ են, որ ներդրում են անում, ոչ ինչ որ առանձնապես ջանք են գործադրում, ոչ էլ դեսիմ ինչ են անում։ Իսկ եվրոպական շուկայում հայտնվելու համար պետք է լուրջ աշխատանք կատարեն, որը որ չենք արել։ Հիմա պետք է անենք, պետք է դիվերսիֆիկացնենք մեր արտաքին առևտուրը, որից հետո ինչ որ մի փուլում, երբ որ արդեն պատրաստ լինենք, նաև դուրս գանք ԵԱՏՄ-ից։ Թե դա երբ կլինի, ես կդժվարանամ ասել, բայց իհարկե ճիշտ եք ասում, որ երկար չի լինի դա, ինչ որ մի փուլում պետք է որոշում կայացնենք։ Շնորհակալություն շատ, պարոն Վարդանյան։ Հիշեցնեմ ռադիոլսողներին, որ դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը, կհանդիպենք